Կարճ ասած, սրանք հայտնվել են իրենց ծուղակում։ Հələ ընտրությունները չավարտված Նիկոլ իրեն հաղթող ճանաչեց, հետո պարզվեց, որ լավ չի կեղծել, հələ էլի պետք է կեղծի։ Հետո հայտարարեց, որ նախկինները իրենց քվեն 100% ապահովել են ընտրակաշառքով։ Հետո նախկիններն ասացին, որ Նիկոլը իր քվեն ապահովել է պետական ռեսուրսը, ապարատը շահագործելու, ճնշելու, մարդկանց վախեցնելու միջոցով։ Հա, երկուսն էլ ճիշտ եք։ Երկուսն էլ գտնում եք, որ ընտրությունները անցել են կեղծիքներով։ Մեզնից ինչ եք ուզում։ Մենք էլ ենք այդ ասում։ Բայց ինչի՞ է թվում, Նիկոլ, որ դու կարող ես ընտրություններին անուն դնել, եթե ինչ-որ մեկն է ասում կամ գրավոր հայտարարություն անում, ուրեմն ինքը պետք է պրոբլեմ ունենա։ Թե քեզ կարելի է։ Ինչպես կասի հանրայինը, դենց կեղի։ Դենց չեղի։ Մեկին ասում ես կալուգացի, մեկին ասում ես բելարուսացի։ Այդ դու էլ բակվեցի ես։ Հալա մեր խորհրդարանում Հայաստանը ներկայացնող ուժ լինելու է թե չէ։ Հա՞։ Սերիանություն, այս կեղծ ընտրությունները պետք է չեղարկվի։ Խորհրդարանը պետք է լինի առանց նախկին եւ ներկաների։ Այդ գործունեությունը պետք է սկսվի։ Տեսնենք։